Քանի բեր արևս, չի գալիս դուրս։ Ինչ կա, հավի միս տանենք։ Ինչ, չկիր։ Գուտես։ No, this is Fish, asa fish, fish. asa ձուկ, ձուկ, որից, baby fish, ձուկ էլ վերցնենք, գնանք, հավի միս ենք վերցրել, այսքան, հավի և այտիկի, ձուկ էլ վերցնենք, գնանք, հա բալ, կուտես դու, No. This. fish, դե նստի, լավ նստի, խելոք նստի, To have a cheese magnetic. գնացինք, Ռոնի առաջ գնա բալես, Ռոնին իր ռուբիկ կուբիկն է ամեն տեղ տանում, շուշուտ գնա, գնանք մի հատ ամանեղենի բաժին, ենտեղ բան եմ ուզում նայել, I think. գնացինք, արեք, ժպտա հելա, ժպտա, կողցրս, այս ապակյա տարաներից եմ ուզում գնել, փոքրիկներից, Տեսեք, փոքրիկ Ռոն ջան, արեք դու նստի, էլի բալես չընկնես, այստեղ, հեսա ձեզ ցույց տամ ժողովուրդ, այս տարան 99 ռուպի է այստեղ, մյուս խանութում 380 ռուպի, պատկերացրեք տարբերությունը, բայց այստեղ զեղչված է էլի դրել, ես մի 5-6 հատ գնել եմ, բայց էլի կա, This three times Rubik's Cube. այս տարաներն էլ 50% զեղչված է, 380 ռուպի է գինը, 50% զեղչված, շատ լավ գին է իմ կարծիքով, բայց այդքան կարողանանք տանենք, բալ ջան, տուփերով չեն, չկոտրվեն, խոհանոցային սրբիչներ, լովն ասա, սա ավելի փափուկ ասա, չոր, 40% զեղչված է, Home sweet home, big. Ապել եմ պաչ։ Ինչի սրպեցիլ պաչիկը։ Թուք է։ Ռոնի նոր կուբիկա վերցրել, ուզում է հենց հիմա բացի, չի համբերում մինչև հասնի տուն։ Դու ուզում էիր տայր։ Գնում ենք տուն ժողովուրդ ջան, առևտուրն արեցին, գնում ենք տուն։ Այս ապակյա տարաներից գնեցի 2 հատ, այս փոքրիկներից նույնպես, օրինակ, չգիտեմ, կիսատ կիտրոն է կամ սոխ է մնացել, կարելի է դնել սրանց մեջ ու դնել սառնարանը, կամ ինչ-որ ցանկացած բան, որ մի քիչ է մնացել, լինում է, չէ, որ ուտելիքից մի քիչ մնում է, չենք ուտում մինչև վերջ ու սառնան եմ դնում, այս շատ հարմար է, փոքրիկ է ու տեղը չի գրավում։ Ճաշեցինք, Արեգին քնացրեցի, Ռոնին գնաց պապայի հետ աշխատանքի վայր, ես մնացի մենակ ու մտածեցի ձեզ համար շարունակություն նկարեմ վլոգի, չնայած Ռոնիի հետ է ուզում նկարեի, որովհետև ուզում եմ գրքերը ձեզ ցույց տալ, առարկաները այս տարվա, նաև ուզում եի ինքը խոսել մի երկու բառ ու իր այս տարվա արդյունքներից խոսեինք, բայց քանի որ ասաց մամա շատ եմ ուզում գնալ, շուտ վանից չեմ գնացել, դե ասացի լավ ոչինչ գնա, ես մի քիչ էլ խաղաղ պայմաններում իմ գործերով կզբաղվեմ, տեսախցիկը վերցրեցի
փորձեցի ձեռքս, բարձրախոսը վերցեցի, որպեսզի փորձեմ ու հասկացա, որ ինչ որ մի բան այնչի չի աշխատում, չգիտեմ ոնց փչացել է, չգիտեմ, մի պահ Արեգի ձեռքն էր ընկել, այդ բարձրախոսը ու չգիտեմ, գուցե գցել է անկել է ձեռքից ու ինչ որ մի բան չի աշխատում, լույսը վառում է, բայց քանի անգամ փորձեցի, ձայնս չի հասնում տեղ, այնպես որ մի քիչ բարձր փորձեմ խոսել, այսպես մոտիկ պիտի պահեմ կամերան, որպեսզի ձայնս լսվի, նաև շատ բարձր չխոսեմ, որ ես իմ տղեն չարթնանա։ Մի խոսքով, սիրելիներս, այս Ռոնի սենյակի դուռն է, գրված է Ռոնի, գիտեք, վլոգների մեջ երևի տեսած կլինեք, այս ինքն է սարքել։ Ինքն է պատրաստել ու այս դուռը բազմաչարչար, այս դրան վրա լիքը ստիկերներ էր կպցրել, ինչ որ անկապ տարբեր ստիկերներ, հետո վրան ինչ որ խզբզոցներ էին արել երեխեքը, ես մաքրեցի, հանեցի ու գույնը ամբողջությամբ գնաց, տեսեք, գույնը լրիվ խավարել է, այստեղ իր դասացուցակն է անցած տարվա փակցրել, այդքան այդ խավարած գույնը չէր երևում, բայց հիմա հանեցի, պիտի փոխարինեմ, տեսնեմ, մտածում եմ այս դրան վրա մի քանի հատ ինչ որ սիրուն տարբերվող ստիկերներ փակցնեմ, ավելի սիրուն քան ինքը ոչ թե ստիկերներ էր փակցրել, այլ գիտեք ինչ էր արել, թղթեր կտրտած թղթեր, սոսինձ էր քսել այդ թղթերի հետևում ու սոսնձով էր կպցրել, եթե ստիկերներ լինեին, ավելի հեշտ դուրս կգային ու այս տեսքը չէր ունենա դուռը, բայց քանի որ բանը արել, սոսնձով է կպցրել, այդ սոսնձի տեղերը լրիվ մի խոսքով դա մաքրելուց հետո այսպես գույնը խավարեց դրան վրա, արհեստականորեն փչացրեցինք սիրուն դուռը, բայց ոչինչ, մտածում եմ ինչ ստիկերներ կարելի է կպցնել, որ սիրուն դուռ դառնա ու այս խավարած մասը մի քիչ փակվի, այսի շատ եմ հավանել, այս իր ուսուցչու օգնությամբ հասարակել ամբողջությամբ միայնակ չի արել, բայց հիմնականում իր մտահղացումն է եղել, ինքն է տվել թեման, ուսուցչուհուն ասել է, որ այս թեմայի մեջ եմ ուզում պատրաստել, ու ուսուցչուհին տենց օգնել է, էլի։ Խոսքով սիրելիներս, Ռոնիի այս տարվա արդյունքներից էլ բավականին գոհ ենք մենք, հարցը գնահատականների մասին չի, հարցը բնականաբար առաջադիմությունն է, թե որ առարկան ինչքան լավ է յուրացրել եւ այլն, երկու կիսամյակների արդյունքների միասին 92% են կազմել, 100%-ից 92, ինչը բավականին լավ ցուցանիշ է, ինքը մտնում է գերազանցների շարք, այնպես որ ուրախ եմ, ուսուցչուհին էլ է շատ գոհ, բայց ասում էր Ռոնիի սխալները բոլորը անհեթեթ սխալներ են, եթե ինքը ինչ-որ սխալ է անում, դա լուրջ սխալ չի, ինչ-որ վրազելու, շտապելու, արագ լրացնելու արդյունքում է այդպես լինում, իր անցյալ տարվա ուսուցչուհին էլ էր նույնն ասում, ուսուցչուհիները տարբեր են, իմիջիայլոց ամեն տարի փոխվում է դասղեկը, ու անցած տարվա ուսուցչուհին էլ նույն բողոքներ ներկայացնում, որ Ռոնին շատ արագ է գրում, ուզում է շուտ վերջացնի ու դրա հետևանքով նաև ձեռագիրն է տուժում։ Ժողովուրդ ջան, մեզ մոտ արդեն այնքան շոկ է կրակաթափվում, այդ կրակաթափվում ասվածը հենց այս շոկի համար է։ Հիմա եղանակը ոնց է Հայաստանում են հավես եղանակն է, չէ, որ ոչ շատ շոկ է, ոչ շատ ցուրտ է, միջին հով եղանակն է։ Այստեղ շատ շոկ է, արդեն ժամը 10-ից հետո, այլ չասեմ ժամը 1-ին 2-ին խաշվելու եղանակը, հələ մի օր փորձելու եմ ձուն դնեմ դուրսը տեսնեմ կխաշվի արևի տակ, վստահ եմ, որ ինչ որ չափով կեպվի ձուն, որովհետև ոյ շատ մեքենան կանգնեցրել էինք դպրոցի մոտ ու 2 ժամ դպրոցում ենք մենք եղել, դպրոցից դուրս եկանք, նստեցինք մեքենան ու հենց դուռը ես բացեցի, արդեն վատացա։ Այդ շոկից մեքենան կրակվում էր ուղղակի, ու այդ դեպքում այդ օթորակիչն էլ էլի չի օգնում, պիտի երկար ժամանակ միացած մնա, որպեսզի մի քիչ հովացնի ներսը, հետո նոր մենք գնանք նստենք։ Լինում է ժամանակ, երբ որ պիտի տեղ գնանք ինչ որ, ամուսինս ժամանակ է ունենում ազատ պարապալինում այդ բանին, ասում է լավ ես օրինակ պատրաստվել վերջացել եմ, գնամ նստեմ մեքենայի մեջ, միացնեմ օթորակիչը, մինչև դուք պատրաստվեք գաք, արդեն հով կլինի ներսը, բայց այդ դեպքը չէր էլի, երկուսս էլ զբաղված էինք ներսում, վճարները արեցինք, ես արդեն վճարել էի ուսման վարձը, 1 ամիս առաջ էի գնացել վճարել, որովհետև եթե նորից պիտի ընդունես երեխայի նույն դպրոց, ժամկետ է տրված, այդ ժամկետի սահմաններում պիտի վճարումը կատարես, վճարել էի արդեն, բայց հագուստի համար, կոշիկի համար չէինք վճարել, դա արդեն ընտրովի է, նույն հագուստն ու նույն կոշիկներն են հագնելու, բայց օրինակ եթե մեկի մոտ փոքրացել է, մյուսի մոտ մաշվել է, ինչ որ խնդիրներ կան, կարելի է փոխել։ Մենք Ռոնիի սպորտային համազգեստը փոխեցինք, որովհետև փոքր էր, նեղում էր արդեն երեխուն, եւ սպորտային կոշիկները փոխեցինք։ Իդեպ չգիտեմ, թե սպորտային կոշիկները ինչու են սպիտակ դրել էլի երեխաների համար, որովհետև սպիտակը շատ արագ է էլի փչանում, համ շատ շուտ է կեղտոտվում ու շատ արագ, մի խոսքով կապույտ գույնը, մուգ կապույտը ամենաիդեալականն է իմ կարծիքով, սևը կապույտը շատ լավն է, մուգ կապույտը։ Իր համազգեստի հետ կապույտն է, իսկ սպորտային համազգեստի հետ արդեն սպիտակ կոշիկներ են, սպորտային կոշիկներ էլի, բոթասներ։
Գրքերի տետրերի վճարն արեցինք, նորից պայուսակ տվեցին նոր, չնայած որ անցած տարվա իր պայուսակը շատ լավ վիճակում էր, բայց դե տալիս են, այսինքն պիտի գնես, պարտավորես գնալ, չես կարող ասել չէ չեմ գնում, որովհետև դա գրքերի մեջ է, գրքերի ցուցակի մեջ է մտնում գրքեր, տետրեր, պայուսակ, ջրի շիշ, դա միասին է, չես կարող հրաժարվել դրանցից որևէ մեկից։ Մի խոսքով, բայց այս տարվա ջրի շիշը ավելի որակով է, քան անցած տարվանը երևի ընդամենը 2 անգամ է օգտագործել ու դեն ենք նետել, որովհետև պլաստմասայից էր, ընդհանրապես լավը չէր, բոլոր ծնողները բողոքում էին։ Մենք էլի գնացել ենք ուրիշ ջրի շիշ ենք, լավ ջրի շիշ ենք արել, տվել երեխային, բայց նրա համար էլ վճարել ենք, էլի։ Դե երկար բողոքներից հետո շատ ծնողների կողմից այս տարվա շշերը փոխեցին, տեսնենք այս շշերը ինչքան երկար կծառայեն։ Սիրելիներս, հիմա ես ձեզ արագ-արագ ցույց կտամ Ռոնիի դպրոցական գրքեր, մրգեր, նկարներ, բան, ինչի արագ-արագ, որպեսզի չձանձրանանք, բայց Ռոնիի սիրողները վստահ են, որ հետաքրքրված են ու կցանկանան տեսնել եւ նկարները, եւ դասագրքերը, եւ իր մասին ինչ-որ բան իմանալ, չէ՞ որ իմ կոմենտների մեծ մասն ուղղված է իմ երեխաներին, մասնավորապես Ռոնիի սիրողները շատ են, երևի շատերը մնում են իմ ալիքում Ռոնիի համար, որ իրեն տեսնեն։ Դրա համար ես իր մասին բնականաբար ձեզ տալիս եմ տեղեկություն, ինֆորմացիա, որպեսզի իր կյանքից տեղեկացված լինեք։ Այս պայուսակն էի հետս տարել, որ գրքերը դնեմ մեջը, գիտեի, որ պայուսակ տալու են իրենք, բայց մտածեցի տեղ չանի գուցե ու ծանր լինի, դրա համար սա էլ վերցրեցի։ Սա ամուսինս Մալազիա էր գնացել, այնտեղից ինձ համար Մալազիայի նշանով, այս սիմվոլիկ շենքերի նկարով պայուսակն էր բերել։ Ու իմիջիալոց առաջին անգամն է, որ օգտագործում եմ։ Այդպես առիթ չի եղել օգտագործելու։ Սրանք տետրերն են իրենց դպրոցի լոգոյով տարբերանշանով։ Ընդհանուր 23 տետր է, այսպես։ Սա մարաթի լեզվի գիրքն է, մարաթին մեր շրջանային լեզուն է, եթե չգիտեք ասեմ, ովքեր որ չգիտեն, էլի, չնայած ասել եմ նախորդ վլոգներում, բայց դե նոր եք միացել կամ դա բաց եք թողել, նշում եմ, ինչ որ տեղեկություն։ Մարաթին հինդից տարբերվում է, մարաթին Հնդկաստանի լեզուներից մեկն է։ Սա գրքերի ցանկն է։ Գրքերի տետրերի ցանկն է, որը որ ստանում ենք, ճիճկա ենք դնում, 2 հատ են տալիս, մի ցանկը մեզ մոտ ենք պահում, մի ցանկը տալիս ենք այնտեղ այդ ամեն ինչը կազմակերպողին, կազմակերպչին, որպեսզի եւ իրենք ունենան եւ մենք ունենանք նմանատիպ, որպեսզի ոչ մի գիրք ու տետր բաց չթողնենք, էլի ամեն ինչ ճիշտ տեղում լինի։ My Book of Social Studies, ընդհանուր գիտելիքների գիրք, անգլերեն գրականություն, սա անգլերենի քերականություն, մաթեմատիկա, անցած տարվա գիրքն էր նույն նկարով, նույն ձևի գիրքեր։ Իմիջիալոց առարկաների մեջ քննություններից ամենաբարձրը ստացել է մաթեմատիկայից 40-ից 40-ն ամենաբարձրն է, ու ինքը ոչ մի սխալ չի արել։ Ինչի համար ուրախ եմ բնականաբար, շատ ուրախ եմ։ Ես մաթեմատիկայից այդքան ուժեղ չեմ ու ես շատ էի ուզում, որ ինքը ուժեղ լինի։ Պապային է նման, որովհետև պապան ուժեղ է։ Հինդի 2 գիրք ունենք, այս տարի, անցած տարի միայն սա էր, հիմա սա էր երկուսը միասին։ Գիտություն, Ռոնի ամենասիրելի առարկան, գիտություն, մաթեմատիկա շատ է սիրում։ Shine Inside Out, Moral Education։ Այս գրքով սովորեցնում են ինչպես պաշտպանել ինքդ քեզ, մարմնի որ մասերին չի կարելի, որ ինչ որ մեկը կպնի եւ այլն։ Ընթացքում ինչ որ հետաքրքիր բաներ կլինեն, ես ձեզ հետ կկիսվեմ, կասեմ ու հետաքրքիր է ինձ Հայաստանում անցնում են ունեն նման դասագիրք առարկա։ English Treasure, սա էլ է անգլերեն գիրք։ Robotics, Train the Brain, մարզիր ուղեղդ։ Ռոբոտներ են պատրաստում, ռոբոտաշինություն բան են անցնում։ Իմիջիալոց այս առարկայի քննությունից էր շատ բարձր Ռոնի ստացել A+, այսինքն դա ամենաբարձրն է, էլի։ Մի խոսքով շատ լավ իրեն դրսևորել է, ինչը կրկին ինձ համար որպես ծնողի շատ ուրախալի է։ Եվ ունեն այստեղ նկարչության համար, ուղղակի այսպես ալբոմ է, իրենք նկարչություն արդեն ըստ թեմատիկայի կսովորեն ինչպես նկարել եւ անպայման օրացույց են տալիս դպրոցի երեխաների նկարներով։ Սա Ռոնիի քննությունների արդյունքներն են, նկարների համար է նախատեսված դասարանական եւ առանձին, այստեղ իր սուշջու հետ նկարներ,
Շող կանգնում երևի չի երևում կարգին։ Էստեղ ժպտերեսիկ կանգնած է։ Եվ այստեղ իրենց տարեվերջյան համերգին նկար է, էլի Ռոնին ինչ որ դեմք է ընդունել։ Հիմա ես պիտի իր 5 գրքերը արդեն հանեմ, տեսնեմ ինչ եմ անելու, այդ չեն կարող ինչ որ մեկին էլ տալ դպրոցում սովորելու համար, որովհետև գրքեր են, բայց տետրի նման, այսինքն մեջերը լրացնելու տեղեր կան, ամբողջը լրացված է։ Տեսնենք ինչ կարելի անել, ես միշտ ափսոսում եմ գրքերը նետել, ուղղակի նետել աղբամանը, ինչ որ մի ձև ուզում եմ օգտագործել, էլի։ Բայց դե եթե պետք չի գալու, ոչ մեկին էլ պետք չի գալու, բարձա պիտի նետենք, ինչ պիտի անենք։ Հանեմ արդեն իր նոր գրքերը կդասավորենք, կազմեր երևի փակցնեմ, չնայած այնքան լավն է ասենց գրքերը, բայց դե այսպես չի մնա բնականաբար ամբողջ տարվա ընթացքում օգտագործելով կմաշվի, կպոկվի, չգիտեմ։ Ռոնին այսօր էդ էի ասում, որ քո գրքերին տիրություն արա, կարքին կոկիկ սիրուն պահի, որպեսզի տարեվերջում վատ տեսք չունենան, էլի, մինչև տարեվերջ սիրուն կոկիկ մնան տետրերն ու գրքերը, բայց կարծում եմ թափանցիկ կազմ պետք է արվի ամեն դեպքում, այդպես ավելի լավ է։ Դե ինչ պաչիկներ եմ ուղարկում բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիդ դիտելու համար մինչև վերջ, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմեք լայքի կոճակը, եթե հավանեցիք, գրեք ձեր մեկնաբանությունները, ես անպայման կկարդամ, սրտիկներ եմ ուղարկում բոլորիդ, մինչ նոր վլոգներ։ Բարևներ սիրելիներ